Դաշնային իշխանությունները Կալիֆորնիայում բացահայտել են խոշոր խարդախություն, որը նաև հայաշատ բնակավայրերն ու թաղամասերն են գրկել։ 15 մարդ մեղադրվում է Մեդիքեյրից ծերերի բժշկական ապահովագրական ծրագրից գումար գողանալու մեջ, 8 հոգի արդեն ձերբակալված են։ Նրանք աշխատել են Լոս Անջելեսի տարբեր շրջաններում, խարդախները որպես քող օգտագործել են հոսփիսային ծառայություններ։ Ընդհանուր վնասը կազմում է $50 միլիոն։ Հանցավոր սխեման աշխատել է հայաշատ Գլենդելում և այլ վայրերում։ Գլենդելում հոգեբան Գլեդվին Գիլը և կինը հափշտակել են $4 միլիոն։ Արթեսիա և Թարզանա համայնքներում բուժքույրեր են ձերբակալվել։ Նրանք մատուցել են չեղած կամ անհարկի ծառայություններ, իսկ Իսթ Հոլիվուդում մի կին կեղծել է ներգաղթի փաստաթղթեր և ներկայացել որպես բուժքույր։ Հանցավոր խմբերը խաբել են նաև մասնավոր ապահովագրողների, խարդախներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Որոշ մեղադրյալներ նախկինում ևս խնդիրներ են ունեցել օրենքի հետ։ Նրանք շարունակել են հանցավոր գործունեությունը նույնիսկ դատավարությունից առաջ։ Իշխանությունները խոստանում են խստացնել վերահսկողությունը բժշկական ոլորտում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ ԱՄՆ գլխավոր դատախազը պաշտոնից հեռացվեց։ Աղմկոտ պաշտոնանկություն ԱՄՆ բանակում, որ սոցիալական ծրագրերը կկրճատվեն, որպեսզի գումարները ուղղվեն ռազմական ծախսերին։ Նավթի գները թռիչք են կատարում, Կալիֆորնիան կրկին չեմպիոնների թվում է։ Արդյոք սով է սպասվում, ֆերմերները ահազանգում են։ Չինացի հաքերները մուտք են գործել FBI-ի գաղտնի բազաներ։ 12-ամյա դպրոցականի սպանության գործով անչափահաս է կալանավորվել։ Կոյոտը սերիական հանցագործի վարքով։ Մահացու հիվանդության վերադարձը, ինչու են ծնողները հրաժարվում պատվաստումից։ Լոս Անջելեսում լվերը գրոհում են վտանգավոր տիֆի նոր ալիք բերելով։ Մանուկ Հերկուլեսը 9-ամյա աղջիկը հերթական ռեկորդն է սահմանել։ Այսքանը թողարկման առաջին հատվածում, երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի նոր բացահայտումներին ԱՄՆ հերթական նահանգի մասին։ Այսօրվա նահանգում չեն ներում պանրի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքը և ամուսնական դավաճանությունը։ Այսպիսի անսպասելի ընդհանրացումներ, թե որ նահանգի մասին է խոսքը, պատմելու է Մանուն։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենակննարկվող, ամենակարևոր ու ամենահետաքրքիր թեմաները պարզ ու հասկանալի ձևով։ Ձեր ակտիվությունը լայքերի և կոմենտների միջոցով մեզ համար պարզապես թվեր չէ, դա աջակցություն է, վստահություն և մեծ մոտիվացիա առաջ շարժվելու համար։ Իդեպ, եթե ունեք բիզնես Ամերիկայում և ցանկանում եք ձեր ծառայությունները կամ ապրանքները ներկայացնել հայկական լայն լսարանին, մենք բաց ենք համագործակցության համար։ Glendale News-ը փնտրում է հովանավորների և գործընկերների, ովքեր ցանկանում են աճել մեր համայնքի հետ միասին։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջին։ Իսկ հիմա անցնենք այսօրվա ամենակարևոր թեմաներին։ ԱՄՆ գլխավոր դատախազը լքեց պաշտոնը, նրա ազատման մասին հայտնել է Թրամփը։ Փեմ Բոնդին հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը, հայտնելով, որ շուտով նոր աշխատանքի կանցնի մասնավոր հատվածում։ Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Թոդ Բլանշը։ Նա նախկինում եղել է Թրամփի անձնական փաստաբանը։ Բոնդի ղեկավարման ընթացքում Արդարադատության նախարարությունը բազմաթիվ աշխատակիցների է հեռացրել։ Նախարարությունը փորձել է հետաքննել Թրամփի քաղաքական հակառակորդներին, սակայն դատարանը հաճախ արգելափակել է այդ գործընթացները։ Բոնդի դեմ դժգոհություն կար նաև Էփշթեյնի փաստաթղթերի պատճառով։ Թրամփի մերձավորները համարում են, որ նա ձախողել է այդ գործը և նախագահը դժգոհություններ ունի այդ առթիվ։ Բոնդին ԱՄՆ երկրորդ նախարարն է, որը հեռացվել է վերջին ամիսներին։ Թրամփը դեռ փնտրում է նոր մշտական թեկնածու այդ պաշտոնի համար։ Պաշտպանության նախարար Հեքսեթը հեռացրել է բանակի ղեկավարներին։ ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Ռենդի Ջորջը ազատվել է աշխատանքից։ Հեքսեթը հեռացրել է ևս 2 գեներալի, նրանցից մեկը զորքերի հոգևոր առաջնորդն էր, մյուսը պատասխանատու էր վերափոխման և ուսուցման համար։ Նախարարը նախկինում հեռացրել է այլ բարձրաստիճան պաշտոնյաների ևս։
Պաշտպանության նախարարը նաև արգելափակել է ավելի քան 12 զինվորականի պաշտոնի բարձրացումը։ Մտահոգություններ կան, որ սպաներին թիրախավորում են ռասայի կամ սեռի պատճառով։ Ըստ այլ վարկածի, նրանցից ոմանք պաշտոնի բարձրացում չեն ունենա Բայդենի վարչակազմի քաղաքականությանը հավատարիմ մնալու պատճառով։ Հեքսեթը հրապարակավ հերքել է այդ մտավախությունները, նա հայտարարել է, որ առաջխաղացումները պետք է լինեն միայն արժեքների հիման վրա։ Այնուհանդերձ նախարարը չի հիմնավորել սպաներին առաջխաղացման ցուցակներից հանելու պատճառները։ Բարձրաստիճան զինվորականները փորձում են հանդիպել նրա հետ, բայց մերժում են ստացել։ ԱՄՆ սոցիալական ծրագրերը մղվում են երկրորդ պլան, քանի որ առաջնայինը ռազմական ծրագրերի ֆինանսավորումն է։ Այդ մասին հայտարարել է Թրամփը։ Նա նշել է Medicaid եւ Medicare առողջապահական ծրագրերի, ինչպես նաև մանկապարտեզների ֆինանսավորման սահմանափակման մասին։ Թրամփը պնդում է, որ այդ հարցերը պետք է լուծեն նահանգները։ Նա առաջարկել է նահանգներին բարձրացնել հարկերը այդ ծախսերը հոգալու համար։ Նախագահը մեղադրել է դեմոկրատական նահանգներին խարդախության մեջ, նա հատուկ առանձնացրել է Մինեսոտան եւ Կալիֆոռնիան։ Թրամփը պնդել է, թե այնտեղ կան կեղծ մանկապարտեզներ։ Պաշտոնական ստուգումները սակայն ցույց են տվել, որ դրանք գործել են նորմալ։ Դեմոկրատները քննադատել են նախագահի այս հայտարարությունը։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, թե Թրամփը պայքարում է ֆինանսական խարդախությունների եւ ոչ թե սոցիալական ծրագրերի դեմ։ Վարչակազմը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ խարդախությունները բացահայտելու նպատակով, ինչպես նաև նշանակվել է նոր պաշտոնյա խարդախությունների դեմ պայքարի համար։ ԱՄՆ նավթի գները հասել են 6 տարվա առավելագույնին, բենզինի 1 գալոնի արժեքը հասել է $4.08։ Դիզվառելիքի գինը բարձրացել է մինչև $5.51։ Թրամփի հայտարարություններից հետո խաղաղության մասին հույսերը մարել են։ Նա խոստացել է շարունակել ծանր հարվածները Իրանին, գրեթե չխոսելով խաղաղության հասնելու հեռանկարների մասին։ Իրանի հնարավոր պատասխանը սպառնում է նավթային ենթակառուցվածքների, գլոբալ նավթի գինը բարձրացել է մոտ 8%-ով։ Նավթի 1 բարելի արժեքը գերազանցել է $111, սա տարվա կտրվածքով աճի աննախադեպ ցուցանիշ է։ Տնտեսագետները կանխատեսում են գների աճ առաջիկա եռամսյակում։ Գնաճը շարունակվում է նաև եվրոգոտում, բանկային մելուծաբանները սպասում են գնաճի նոր ռեկորդների։ Կալիֆոռնիայում դիզելային վառելիքի գները սահմանել են պատմական ռեկորդ, 1 գալոնի արժեքը նահանգում հասել է $7.559։ Լոս Անջելեսում $7.684, ընդամենը 1 ամիս առաջ այն եղել է $510։ Ռիվերսայդ եւ Վենտուրա շրջաններում եւս իրավիճակը մտահոգիչ է, գների աճը սպառնում է բեռնափոխադրման ողջ համակարգին։ Կալիֆոռնիայում գների բարձր մակարդակը պայմանավորված է նաև տեղական հարկերով։ Պահանջվում են նաև խիստ բնապահպանական վճարներ եւ հավելյալ տուրքեր։ Տնտեսական ճգնաժամը Կալիֆոռնիայի բնակիչների համար դառնում է առօրյա իրողություն։ Սպառողները պետք է պատրաստվեն սննդամթերքի գների աճի նոր ալիքի։ Ամերիկյան գյուղատնտեսությունը կանգնած է ծանր ճգնաժամի առաջ։ Իրանական պատերազմը խաթարել է մատակարարման ողջ շղթան։ Պարարտանյութի եւ դիզվառելիքի գները կտրուկ աճել են։ Գյուղտեխնիկայի շահագործման ծախսերը հասել են ռեկորդային չափերի։ Ֆերմերները ստիպված են կրճատել ցանքատարածությունները եւ պարարտանյութի օգտագործումը։ Այս ամենը բացասաբար է ազդելու բերքատվության վրա, ահազանգում են մասնագետները, անկախ պատերազմի արդյունքներից գյուղմթերքի գնաճի եւս մեկ ալիք կանխատեսելով բերքահավաքի շրջանում։ Զգուշացնում են, որ այս գնաճի դեպքում վճարելու է անմիջական սպառողը։ Թրամփի վարչակազմը ֆերմերներին խոստացել է $12 միլիարդ օգնություն, սակայն շատ ֆերմերներ դա համարում են դատարկ խոստում։ Տարիներ շարունակ կորուստները հյուծում են տնտեսությունը։ Առևտրային պատժամիջոցները նույնպես դժվարացրել են իրավիճակը, շատերին սպառնում է սնանկացում բանկային պարտքերի պատճառով։ Փորձագետները կանխատեսում են ֆերմերների թվի հետագա նվազում։ Թրամփը խոստացել է վճարել անվտանգության նախարարության աշխատակիցներին, գերատեսչությունը փակ է ավելի քան 40 օր։ Նախագահը Truth Social-ում գրել է, որ օգնությունը ճանապարհին է, ֆինանսավորման աղբյուրի մասին Սպիտակ տունը դեռ լռում է։ Ներգաղթի եւ սահմանապահ ծառայությունների, ինչպես նաեւ տրանսպորտային անվտանգության աշխատակիցները արդեն ստացել են գումարները։ Սակայն հազարավոր այլ մարդիկ դեռ աշխատում են անվճար, այդ խմբում են առափնյա պահպանության եւ արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ կիբերանվտանգության մասնագետները։ Կոնգրեսը մշակել է շատդաունի ավարտի երկաստիճան ծրագիր։ Դեմոկրատները դեմ են լրացուցիչ ֆինանսավորմանը, կառավարության աշխատանքի վերականգնումը դեռ ընթացքի մեջ է։ Առայժմ լարվածությունը պահպանվում է։
FBI-ը հայտարարել է լուրջ կիբերհարձակման մասին, չինացի հաքերները ներխուժել են պետական համակարգեր, այն որակվել է որպես մեծ միջադեպ։ Կարևոր տվյալներ են գողացվել իրավապահ մարմիններից, հարձակումը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը, կիրառվել են Salt Typhoon հաքերային խմբի հայտնի մեթոդները, այդ խումբը նախկինում գողացել էր հեռախոսազանգերի գրառումներ։ Մասնագետները մտահոգված են այս բացահայտ ձախողմամբ, հաքերները շարունակում են գործել անպատիժ, որպես թիրախ ընտրվել են հատկապես պետական մարմինները, շարունակվող մասնակի շատդաունն ու ֆեդերալ աշխատուժի կրճատումը հաքերներին լավ հնարավորություն է տվել։ Չինաստանը հերքում է իր մասնակցությունը կիբերհարձակումներին, սակայն փորձագետները չեն հավատում նրա անկեղծությանը։ Հակառակ Թրամփի եւ Չինաստանի միջև հարաբերությունների կարգավորման փորձին, հարձակումները չեն դադարում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է անչափահասի կապված 12-ամյա աղջկա մահվան հետ։ Դեպքը տեղի է ունեցել Ռեսեդայի ավագ դպրոցում։ Ընտանիքի խոսքով աղջկան խփել են մետաղյա շշով, երբ նա փորձել է քրոջը պաշտպանել ծաղրուծանակից։ Երեխան մի քանի օր անցկացրել է կոմայի մեջ, ապա մահացել է հիվանդանոցում։ Ընտանիքը դատական հայց է ներկայացրել դպրոցական շրջանի դեմ, նրանք մեղադրում են դպրոցին անգործության մեջ։ Ընտանիքը պնդում է, որ սպանվածի քույրը վաղուց է ենթարկվել բուլինգի։ Իրավապահները սկսել են սպանության հետաքննություն դեռ մարտին։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ապրիլի սկզբին է հաստատել անչափահասի ձերբակալության փաստը։ Դպրոցական շրջանը հրաժարվել է տրամադրել մանրամասներ տեղի ունեցածի մասին։ Քարսոնում կոյոտը հարձակվել է 4-ամյա երեխայի վրա, տեսախցիկը ֆիքսել է ինչպես է գազանը հարձակվում տղայի վրա, կենդանին տղային գետնին է գցել ու 2 անգամ կծել, մայրը վազել է օգնության եւ հեռացրել կոյոտին։ Տղան ստացել է բազմաթիվ վերքեր, դրան հիվանդանոցում հակաբիոտիկներ եւ պատվաստումներ են տվել։ Գիտնականները ԴՆԹ-ի միջոցով պարզել են, որ նույն կոյոտը նաեւ այլ հարձակումներ է գործել։ Փետրվարին այն կծել էր մեկ այլ երեխայի, կենդանին դեռ ազատության մեջ է։ Պաշտոնյաները հորդորում են ծնողներին զգույշ լինել։ Վտանգավոր բակտերիալ հիվանդությունը HIV-ին, որը վնասում է վարակվածների ուղեղը, կրկին ակտիվացել է։ Այս վարակը նախկինում հազարավոր երեխաների մահվան պատճառ էր դառնում։ Շատերը ստանում են ուղեղի մշտական վնասվածքներ։ Վերջին շրջանում հիվանդությունը կտրուկ աճել է ու տարածվել երեխաների շրջանում։ Ամերիկյան հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով պատվաստվածների թիվը նվազել է։ Բժիշկները կոչ են անում ծնողներին պատվաստել երեխաներին։ Մասնագետները նախազգուշացնում են նոր համաճարակի հավանականության մասին, ընդգծում, որ միայն պատվաստումը կարող է կանխել այս մահացու վտանգը։ Լոս Անջելեսում արձանագրվել է լվերով փոխանցվող տիֆի դեպքերի ռեկորդային թիվ, անցած տարի հայտնաբերվել է 220 վարակված մարդ, սա երբևէ գրանցված ամենաբարձր թիվն է։ Հիվանդների 90%-ը հայտնվել է հիվանդանոցներում, բակտերիալ հիվանդությունը տարածվում է վարակված լվերի միջոցով, դրանք հաճախ բերվում են առնետների կամ կատուների կողմից, ախտանշանները հայտնվում են 1 կամ 2 շաբաթ անց, դրանց թվում են ջերմությունը, գլխացավը եւ մկանային ցավերը։ Բռնկումներ են եղել Լոս Անջելեսի կենտրոնական թաղամասում եւ Սանտա Մոնիկայում, վտանգված է նաեւ Լոս Անջելես շրջանի Willowbrook տարածքը։ Բժիշկները խորհուրդ են տալիս անմիջապես օգտագործել հակաբիոտիկներ, հակառակ դեպքում հիվանդությունը կարող է բարդանալ։ Տնային կենդանիները պետք է մշտապես անցնեն լվերի դեմ բուժում։ Մասնագետները հորդորում են մարդկանց զգուշություն ցուցաբերել, խուսափել վայրի կենդանիների հետ շփումից, աղբը պահել միայն ամուր փակված տարաների մեջ։ Պատասխանատուները հույս ունեն, որ նաեւ այս պարզ նախազգուշական միջոցները կարող են օգնել վարակի տարածումը կանխելու հարցում։ 9 տարեկան Լյուսին բարձրացրել է իր քաշից 3 անգամ ավելի ծանրություն։ Օհայոյում կայացած մրցույթի ժամանակ նա հաղթահարել է 180 ֆունտը։ Այդ տեսանյութը դիտել են 60 միլիոն անգամ։ Լյուսին Նյու Յորքի Լոնգ Այլենդից էր, ընդամենը 9 տարեկանում նա սահմանել է ԱՄՆ ծանրամարտի ֆեդերացիայի իր 3-րդ ռեկորդը։ Աղջիկը դարձել է լավագույն պատանի մարզիկներից մեկը։ Փոքրիկ մարզուհին ունի մեծ նպատակներ ապագայի համար։ Նրա հիմնական գիրքը մշամարտն է, նա մարզվում է շաբաթը 5 օր։ Նրա մարզիչներն են հայրը եւ օլիմպիական մեդալակիր Վուգար Օրուջովը։ Փոքրիկ մարզիկը հակառակ ծանրաբեռնված գրաֆիկին սիրում է լինել գեղեցիկ եւ հարդարված։ Ծանրամարտը իր համար համարում է ինքնաարտահայտման հետաքրքիր ձև։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։
1994 թվականից անհետ կորած համարվող աղջիկը գտնվել է ողջ, նա անհետացել էր 13 տարեկանում Արիզոնայի Սթար Վելի համայնքում։ Այդ ժամանակ նա գնացել էր իր ձյուն խնամելու, ոստիկանությունը մեծածավալ որոնումներ էր կազմակերպել կամավորների հետ միասին, գործը երկար տարիներ մնացել էր չբացահայտված։ Վերջերս գործը փոխանցվել է հատուկ ստորաբաժանմանը, դետեկտիվները նոր հետքեր են բացահայտել տեխնոլոգիաների օգնությամբ։ Գործի մանրամասները դեռևս հրապարակված չեն, սակայն պաշտոնապես հաստատվել են տեղեկությունները, որ 32 տարվա սպասումից հետո այս դժվար գործը հաջողության է հասել եւ այն ավարտված է համարվում։ Ամերիկյան բնիկները մոլեխաղերին ծանոթ են եղել դեռ 12,000 տարի առաջ։ Հնագետները գտել են ոսկե եւ փայտե զառեր Թեքսասի, Քոլորադոյի եւ Նեբրասկայի տարածքներում։ Սրանք հազարավոր տարիներով ավելի հին են, քան Եվրոպայում կամ Ասիայում գտնված նմուշները։ Գիտնականները կարծում են, որ հենց այստեղ են ծնվել հավանականության եւ պատահականության գաղափարները։ Բնիկների համար խաղը հաճախ ունեցել է նաեւ կրոնական նշանակություն։ Նոր փաստերը ստիպում են նորովի գնահատել եվրոպացիների կողմից Ամերիկայի հայտնաբերման պատմական նշանակությունը։ Ամենամեծ հարցն այն է, թե որքանով է արդարացի շարունակել անվանել Եվրոպան հին աշխարհ։ ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների արդյունքում միկրոպլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել մարդու գրեթե բոլոր օրգաններում, դրանք կան նույնիսկ ուղեղում եւ թոքերում։ ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը առաջին քայլն է կատարել այդ վտանգի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։ Դիտարկվում է խմելու ջրում միկրոպլաստիկի քանակի կարգավորման հարցը։ Գործընթացը կլինի երկար եւ դժվար, կանխատեսում են մասնագետները։ Հանրային ջրամատակարարման համակարգերը պլաստիկից մաքրելը տարիներ կպահանջի։ Որոշ բնապահպաններ քննադատել են այս նախաձեռնությունը, դա որակելով որպես PR հնարք։ Պլաստիկի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, սակայն արդեն հաստատված է, որ այդ նյութերը մարդու օրգանիզմ են ներթափանցում ոչ միայն սննդի, այլև ջրի ու անգամ օդի հետ։ Լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, այս անգամ նրա ուշադրության կենտրոնում ԱՄՆ նահանգներից Վիսկոնսինն է։ Եթե ուզում եք իմանալ, թե որ մոտոցիկլետն է կարողացել ցախանոցից դուրս գալ, վերածվել համաշխարհային հսկայի, բաց չթողնեք Մանուի հետ հանդիպումը առաջիկա րոպեներին։ Կա նահանգ, որտեղ արգելված է մարգարին մատուցել ռեստորաններում, դպրոցներում, անգամ բանտերում, իսկ պանրի նկատմամբ վերաբերմունքը գրեթե պաշտամունքի է հասցված։ Բարև ձեզ, այսօր խոսելու եմ հենց այդ նահանգի մասին եւ միասին ենք բացահայտելու Վիսկոնսինի մասին ամենահետաքրքիր մանրամասները։ Բացի տարօրինակ օրենքներից, այն ապշեցնում է նաեւ իր ռեկորդային ցուրտ եղանակով։ Այստեղ գրանցվել է -48 աստիճան։ Տատանվող այս նահանգում վերջին ընտրություններում հաղթել է Թրամփը փոքր տարբերությամբ։ Կենսամակարդակը Վիսկոնսինում բարձր է, սակայն կյանքն այստեղ համեմատաբար էժան է։ Ներքին միգրացիայի պատճառով բնակչության թիվը նվազում է, բայց արտաքին ներգաղթն այն փոխհատուցում է։ Նահանգի տնտեսության մեջ առանցքային դեր ունեն գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Ընտանի կենդանիների առատությունն այստեղ հաճախ գլխացավանք է դառնում ավտոսիրողների համար։ Կենդանիները կարող են ամենաանսպասելի տեղերում հայտնվել ճանապարհներին, անակնկալի բերելով հատկապես նահանգին անծանոթ վարորդներին։ Այստեղ են իրենց առաջին քայլերն արել բազմաթիվ հայտնի կազմակերպություններ։ Հենց Վիսկոնսինում մի աննշան ցախանոցում է հիմնադրվել Harley Davidson ընկերությունը։ Այն տարիներ անց իր մոտոցիկլետներով գրավեց ամբողջ աշխարհը։ Նշանավոր վայրերից է ճարտարապետ Ֆրենկ Լոյդ Ռայթի տուն-ստուդիան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս մեծանուն ճարտարապետը ծնվել է հենց այս նահանգում։ Նրա բազմաթիվ նախագծեր շարունակում են արդիական մնալ նաև այսօր, հեղինակի մահից տարիներ անց։ Այստեղ է գտնվում նաև հանրահայտ Մարքեթ համալսարանը, որը կաթոլիկ առաջին կրթօջախներից է աշխարհում։ Վիսկոնսինում են ծնվել նշանավոր մարդիկ, օրինակ ամերիկացի քաղաքական Գեյլորդ Նելսոնը, ով աշխարհում հայտնի է որպես երկրի օր բնապահպանական շարժման հիմնադիր։ Վիսկոնսինը զբոսաշրջիկներին գրավում է ֆանտաստիկ տեսարաններով։ Ամենահայտնի վայրերից է Վիսկոնսինի ձորը, որը տարեկան ընդունում է 4 միլիոնից ավելի այցելու։ Շատերն այստեղ են գալիս տեսնելու յուրահատուկ ժայռային գոյացություններն ու գետային գեղատեսիլ լանդշաֆտները։ Մեծ ժողովրդականություն է վայելում նաև Միչիգան լճի ափին գտնվող Դոր Քաունթի չքնակ եւ անզուգական զբոսաշրջային թերակղզին։
Բնության սիրահարներին կհիացնեն Ապոստլ կղզիների ծովային քարանձավները Վերին լճի հյուսիսային ափերին։ Զբոսաշրջիկներին մագնիսի պես ձգում են նաև Հարլի Դեվիդսոնի թանգարանը, Միլոուքի արվեստի տպավորիչ թանգարանն ու տեղի կենդանաբանական այգին։ Ջրային հանգստի սիրահարների համար անթիվ լճերն ու գետերը ստեղծում են ակտիվ ժամանցի, ձկնորսության ու նավարկության անվերջ հնարավորություններ մինչև ուշ աշուն։ 1932 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ հենց Վիսկոնսինն է ստեղծել գործազրկության փոխհատուցման պետական ծրագիրը, բայց միայն դրանով չէ, որ պատմության մեջ է մտել այս նահանգը։ Հենց այստեղ է 1854 թվականին հիմնադրվել այսօր ամբողջ ԱՄՆ-ն կառավարող Հանրապետական կուսակցությունը։ Աշխարհում առաջին համակրթական կաթոլիկ հաստատությունը ստեղծվել է Վիսկոնսինում, խախտելով ժամանակի կարծրատիպերը։ Դեռ ավելին, տեղի համալսարանի գիտնականներն են առաջինը մշակել այն ծրագիրը, որը հետագայում վերածվել է ԱՄՆ սոցիալական ապահովության մասին պատմական ակտի։ Այստեղ խմելու մշակույթը մեծ տարածում ունի, ծնողի ներկայությամբ անչափահասներին թույլատրվում է ալկոհոլ օգտագործել, իսկ ահա ամուսնական դավաճանությունն այստեղ համարվում է ծանրագույն հանցագործություն։ Վիսկոնսինի եւ հայերի միջև կապը ջերմ է ու խորը։ Նահանգի խորհրդարանը 2000 թվականին ընդունել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, իսկ Սենատը դա արել է 2 տարի անց։ Ամեն տարի ապրիլի 24-ը այստեղ պաշտոնապես նշվում է որպես հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, համախմբելով տեղի ակտիվ համայնքին։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։